Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 15 օրվա ընթացքում 15 հրապարակում Հայաստանի մասին մեր երկիրն անվաներով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողությամբ գործող Ազերթաչ լրատվական գործակալությունը կես ամսվա ընթացքում օրական գոնե 1 նյութ Հայաստանի մասին պարտադիր պատրաստել ու հրապարակել է, ձևակերպումների հարցում առաջնորդվելով Բաքվի բռնապետի նախասիրություններով։ Ահա ամենաթանկը տպագրված Ադրբեջանի պետական կառավարման ակադեմիան սեմինար է անցկացրել ուսանողներին, մեջբերում եմ, մանրամասն բացատրելու համար Ադրբեջանում եւ տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսության հիմքերը եւ պատմական համատեքստը։ Սա ուղիղ ցուցիչ է, որ ադրբեջանական կողմը իր ծավալապաշտական նկրտումներից եւ օրակարգից իրենց առավելապաշտական ծրագրերը չեն հանել, իսկ դա ուղիղ ցուցիչ է մեզ, որ մենք վտանգված ենք որպես պետություն, դա խոսում է նրա մասին, որ այսպես կոչված հաղթանակից հետո Արցախը մարսելուց հետո հիմա ադրբեջանական ծրագրերի մեջ է մտնում Հայաստանը ներկայացնել որպես պատմական Ադրբեջանի տարածք եւ դրա հիման վրա դերևս որպես մշակութային ժառանգության վերականգնման ընձեռման հնարավորություն դիտարկում են արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին իրենց այդ ակնարկները։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը խաղաղության բանակցություններից անել է արցախցիների վերադարձի հարցը, հստակ թվերով միլիմետրի ճշգրտությամբ ճանաչել Ադրբեջանի տարածքը։ Ընդ որում ադրբեջանագետը հիշեցնում է, Ալիևը այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզն օրակարգ բերեց հենց դրանից հետո, կոնկրետ 2022-ի Պրահյան հանդիպումից հետո, երբ վարչապետ Փաշինյանը ուղիղ ձևակերպեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Իրականում խնդիրը միայն քարոզչական կամ քաղաքական հայտարարությունները չեն, այլ խնդիրը այն խորքային ծրագիրն է, որը ընթանում է Ադրբեջանում։ Տեսնում եմ, թե որքան շատ պետական ռեսուրս է դրվում այս գործին եւ շատ բարձր տրամաբանական հարց պետք է ինքներս մեզ տանք։ Եթե Ադրբեջանը չունի Հայաստանի հետ կապված որևէ տարածքային նկրտում, հետագայում պատերազմ սանձազերծելու մտադրություն կամ Հայաստանի տարածքների նկատմամբ որևէ ագրեսիվ քայլեր ձեռնարկելու ցանկություն, ապա ինչու է այսքան շատ պետական ռեսուրս դրվում այս վտանգավոր եւ պատմական հենքից զուրկ թեզի հայեցակարգի սպասարկմանը։ Մասնագետն ասում է, այս սեմինարների, քննարկումների, կոնֆերանսների ու մրցույթների անվան տակ պատմակեղծարարության շոուն է, որը սկսում են դեռ դպրոցից, պատմաքաղաքական ու աշխարհագրական որևէ հիմնավորում չունեցող թեզերը մտցնելով ադրբեջանցիների գլուխներ։ Ահա օրինակ այս մեկը, թե իբր հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ասենք հարևան պետությունը քո երկրի տարածքը համարում է իր պատմական հողը եւ ակտիվ քարոզչություն է իրականացնում, որ դու իրենց հեղասպանել ես։ Դա կարող է հանգեցնել Ռամիլ Սաֆարովների նման կերպարների հայտ գալուն։ Որևէ կերպ այդ քարոզչությունը, որը ընթանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում եւ որը բոլորը փորձում են կապել բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության արկայության հետ, չի դադարեցվում։ Հիմա արդեն հավակնությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ է։ Տարածաշրջանը խառն է, հարևան Իրանի դեմ պատերազմ է ընթանում, հայաստանյան իշխանությունները հպարտանում են, որ բախումներից հեռու եք մնացել, Ադրբեջանի հետ սահմանը խաղաղ է, բայց որքանով է արդարացված այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տեղը խաղաղության դարաշրջանում։ Միջազգայնագետի խոսքով երկու իրականություն, մեկը հայտարարություններով, մյուսը հողի վրա։ Սա խաղաղության ոգուն համահունչ չէ։ Իդեպ սահմանադրության հետ օր ու գիշեր կռիվ է տալիս Ալիևը, պահանջում, որ մայր օրենքի նախաբանից հանենք անկախության հռչակագրի հղումը, հիմնավորելով, թե սա տարածքային պահանջ է իրենց նկատմամբ, մինչդեռ հենց Ադրբեջանի սահմանադրությունը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Սյունիքից Շիրակ, Վայոց ձորից Տավուշ։ Ապրիլի 1-ից ավտոապահովագրության ոլորտում կգործեն մի շարք փոփոխություններ։ Գույքային վնասների հատուցման սահմանաչափը 1,8 միլիոն դրամից կբարձրանա մինչև 2,5 միլիոն։ Առողջական վնասների դեպքում 3,3 միլիոն դրամից մինչև 3,5 միլիոն։ Այս փոփոխությունների վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ նախորդ տարի։ Որոշման համար հիմք է ծառայել ապահովամակարգի զարգացման մեր ռազմավարությունը, որտեղ նախատեսվել է որոշակի այսպես ասած հաճախորդամետ գործողություններ իրականացնել։ Գործադիր տնօրենն ընդգծեց, հատուցումների սահմանաչափերի բարձրացումը հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա, այն ուղղված է համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Մեր հաշվարկները ցույց են տվել, որ քանի որ կա վերին սահմանաչափ, որոշ հատուցումներ մինչև
կամ այդ ժամանցից բարձր չեն կատարվում, հետեւաբար այդ պայդրությամբ ըստ մեր հաշվարկների մոտավոր 94% վնասների հատուցում էր կատարվում, այսինքն պարզ է, չէ, եթե ենթադրենք 1.8 միլիոնա սահմանաչափը, բայց 2.5 միլիոնա վնաս է եղել, ուրեմն 700,000 չէր հատուցվում։ Նրա խոսքով նոր սահմանաչափերի կիրառմամբ հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել հատուցվող վնասների բաժինը եւ նվազեցնել այն դեպքերը, երբ տուժողները ստիպված են լինում իրենց միջոցներով լրացնելու տարբերությունը։ Փոփոխությունները պայմանավորված են նաեւ այլ հանգամանքներով։ Միջին հատուցումները բարձրանում են, օրինակ միջին հատուցումները, ասեցի չէ, վերջին 5 տարում սակագինը բարձրացել է 23%, կൂട്ടակային Հայաստանի գնաճը մոտավորապես 23%, իսկ միջին հատուցումը նշանակում է 1 պատարի գծով, 1 մեքենային վճարված հատուցում։ Դրա մոտավորապես 35% աճել է այդ 5 տարում։ Դա երկու հանգամանքով է պայմանավորված, մեկը գնաճն է սովորական, ընդհանուր գնաճը, մյուսը սպეციფիկ գնաճը, այսինքն հենց այդ պայստամասերի, եւ երրորդը նոր մեքենաների, հատկապես էլեկտրոմոբիլների ավելացումը, որի շնորհիվ, երբ որ ինչ-որ պատահար լինում, օրինակ նոր մեքենային կամ էլեկտրոմոբիլին վնասվում է, շատ հաճախ ոչ թե վերանորոգվում է այդ մասը, այլ ստիպված փոխում են, հա, պայստամասը ու մի քանի պայստամաս լինում է դեպքեր, որ էլեկտրոմոբիլին վնաս հասցնելուց, չգիտեմ, այս դռանը միատել են դիմացից, ես ինչ պիտի փոխես, որ ինքը նորից կարգին վիճակում հայտնվի։ Միևնույն ժամանակ գործող կարգավորումներով սահմանված տրամաբանությունը պահպանելու համար մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով ապահովագրական գումարները բարձրացվել են։ Համամասնորեն համապատասխանաբար գույքային վնասների դեպքում 18 միլիոն դրամից դարձնելով 25 միլիոն դրամ, իսկ առողջապահական վնասների դեպքում նախատեսված 33 միլիոն դրամի սահմանաչափը բարձրացվել է մինչև 35 միլիոն դրամ։ Ծրագրից օգտվելու են նաև այն քաղաքացիները, որոնք պայմանագիր էին կնքել մինչև սակագների բարձրացումը։ Նոր փոփոխությունները ապահովագրական վճարի ավելացման պատճառ չեն դառնա, սակայն չի բացառվում այլ պատճառներով գների բարձրացումը, նշեցին բյուրոից։ Ինքնակամ շինություններին վերաբերող հարցերը շարունակում են բազմաթիվ քաղաքացիներին հուզող թեմաների շարքում մնալ։ Մայրաքաղաքի տարբեր հասցեներում տարբեր կառույցների ապամոնտաժման աշխատանքներ իրականացվեցին։ Ավտոտնակների կարգավիճակին վերաբերող հարցին անդրադառնալիս քաղաքապետը հայտնել էր, որ ինքնակամ շինությունների որոշման համաձայն պարբերաբար ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր են ստանում։ Խնդրի լուծման համար երևանցիներին քաղաքապետն առաջարկեց վարչական շրջանի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր, ինչն էլ ավտոտնակի շահագործման հնարավորություն կտա։ Շեշտվեց, որ այդ տեսակ պայմանագրեր կնքելով քաղաքացիները կկարողանան շահագործել իրենց ավտոտնակները։ Երբ մենք ստանում ենք այդ հայտերը ինքնակամ շինությունը օրինականացնելու եւ ստիպված մերժում ենք, մենք նաեւ կառավարության 596-ն որոշման համաձայն պարտավոր ենք քանդել այդ շինությունները։ Այսինքն մենք այստեղ երկընտրանք չունենք մեծ։ Հորդորում եմ այս ինֆորմացիային ականջալուր լինել եւ ավտոտնակների օգտագործումը ապահովել վարձակալության հիմունքներով։ Քաղաքապետարանից պարզաբանում են ավտոտնակներին վերաբերող հայտերը մերժվում են դրանց ընդհանուր օգտագործման հողերի վրա գտնվելու պատճառով, ինչով պայմանավորված էլ այդպիսի շինությունները օրինականացնել քաղաքացիները չեն կարող։ Ներկա պահին ինքնակամ շինություններին կառուցապատումը օրենսդրորեն արգելվել է։ 2022-ից հետո կառուցված բոլոր այդպիսի շինությունների օրինականացման ընթացակարգ չկա, մինչ այդ կառուցվածքների համար քաղաքացիներին հերթական անգամ հնարավորություն է տրվել մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը հաշվառել բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք առկա են 2021 թվականին վավերացված Հայաստանի օդային լուսանկարում։ Քաղաքացիները ժամկետ բաց չթողնելու համար պետք է գործեն անհապաղ։ Նախկինում մեր փորձը ցույց տվեց, որ եթե հունվար, փետրվար, մարտ ամիսներին հաշվառումները կարելի էր հաշվել 100 կամ մի քանի 100-ով, ապա տարեվերջին դեկտեմբեր ամսին այդ հաշվառումների քանակը հասնում էր մի քանի հազարի։ Եվ այստեղ ծանրաբեռնվածություններ առաջանում որակավորված մասնագետների մոտ եւ համապատասխանաբար միգուցե դրանք անդրադառնան նաեւ ծառայությունների արժեքի վրա։
Ինքնակամ կառույցների օրինականացման հարցում քաղաքացիները խնդիրների են բախվում այն պատճառով, քանի որ չեն հասկանում, թե ինչ ընթացակարգով պետք է գրագետ կատարեն իրավական բոլոր պահանջները, անհրաժեշտ փաստաթուղթը ստանալու համար։ Իրավապաշտպանները պարզաբանում են, քաղաքացիները առաջին հերթին պետք է դիմեն կադաստրի կոմիտե, այլ ոչ թե քաղաքապետարան, քանի որ սկզբում պետք է կատարվի չափագրում, որին էլ պետք է հաջորդեն մնացյալ գործընթացները։ Չսխալվելու եւ գործողությունները ճշգրտորեն կատարելու համար նրանց խորհուրդ են տալիս օգտվել կոնկրետ մասնագետի ծառայությունից։ Գնում են քաղաքապետարան, քանի որ հասկանում են, եթե սեփականության իրավունք չի պատկանում, ուրեմն կադաստրի պետական կոմիտեն կապ չունի, գնում են առաջին քայլը կատարում են քաղաքապետարանում եւ հայտնվում են մեկ թակարդի մեջ։ Այս իրավական ակտը բացառապես ինձ թվում է ավտոտնակներին չի վերաբերվում։ Սա ընդհանրապես խայծ է, որպեսզի քաղաքացին քաղաքապետարանին տեղեկացնի, որ ինքը ունի ապօրինի ավտոտնակ կամ ինքնակամ ավտոտնակ։ Քաղաքային իշխանությունները մի կողմից նշում են օրենքի պահանջների կատարման ապօրինի կառույցների ապամոնտաժման անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ քաղաքացիներն են փորձում պահպանել տարիներով օգտագործվող իրենց գույքը։ Մասնագետները հիշեցնում են, գործընթացը պահանջում է իրավական ճիշտ ու հետևողական քայլեր։ Հակառակ դեպքում ինքնակամ կառույցների խնդիրը կարող է լուծվել ոչ թե օրինականացմամբ, այլ հերթական ապամոնտաժմամբ։ Հայաստանը ցանկանում է խստացնել սպորտային խաղադրույքների եւ պայմանավորված խաղերի վերահսկողությունը։ Իշխանությունները պարտավոր կլինեն վերահսկել մարզական խաղադրույքների շուկայի գործունեությունը եւ հայտնաբերել կասկածելիները։ Անհրաժեշտության դեպքում կսահմանափակվեն կամ առհասարակ կարգելվեն խաղադրույքների առանձին տեսակներ։ Կոնվենցիայով նախատեսվում է նաեւ համաչափ միջոցների մի ամբողջական համալիր դրամական տույժերից միջև գործունեության արգելք, կախված նրանից, թե մեքենայությունների ինչ տեսակի մասին ենք խոսում։ Օրենսդրական փաթեթով նախատեսվող մեկ այլ փոփոխության համաձայն էլ նախակրթարանի տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան։ Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնել նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը եւ ապահովել 5-ից 6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը։ Այն վայրերում, որտեղ դա բնակավայրի միակ նախադպրոցական հաստատությունն է, երեխաները կունենան ավելի վաղ ընդգրկվելու հնարավորություն, մասնավորապես եթե մենք խոսում ենք բնակավայրի միակ հաստատության մասին, այսինքն կա դպրոց, որի շրջանակներում գործում է նախակրթարան, նրանք կկարողանան ավելի վաղ փուլից աշխատել երեխաների հետ, 3-ից 6 տարեկան երեխաների ընդգրկում ապահովել։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը վստահեցնում է, թե Հայաստանն այն եզակի երկրներից է, որը COVID-ի շրջանում չի կրճատել կրթության ֆինանսավորումը, հակառակը ավելացրել է։ Փոփոխություններն ու ոլորտի զարգացումը շարունակական գործընթաց է։ Հիմա էլ գերատեսչությունը ցանկանում է, որ այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների 80%-ի համար հասանելի լինի արհեստական բանականության դասընթացը։ Հայոց լեզվի պահպանության ու տարածման հարցը մշտապես արդիական է ու կենսական նշանակություն ունի հայկական Սփյուռքում։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարն ասում է, թե արտերկրում բնակվող մեր դպրոցահասակ երեխաները հայերեն դասագրքերի խնդիր չունեն, դրանց քանակը բավարար է, խնդիրն այլ տեղում է։ Մենք այս պահին փորձում ենք հաղթահարել առաքման խնդիրը, որովհետև որպես պետություն կարծում եմ ճիշտ է, որ եթե մենք գիրք ենք հատկացնում համայնքային դպրոցներին, ված չլինի, որ մենք այդ գրքերը հասցնենք տեղ եւ ոչ թե մարդիկ գան եւ ֆիզիկապես իրենց հետ գրեն այդ գրքերը։ Որպես ֆիզիկական գրքի այլընտրանք առաջարկվում է նաև օնլայն հավելվածներով հայերենի ուսուցումը։ Այս դեպքում եւս խնդիրներ կան։ Սփյուռքում բազմաթիվ են շաբաթ օրերին գործող հայալեզու դպրոցները։ Ֆինանսավորման չափն ու հնարավորություններն է պետք հասկանալ։ Սինստանա դրած, որ մարդիկ նստեն։ Մոտ մեկ ամիս է մայրաքաղաքի թիվ 181 հիմնական դպրոցի հարևանությամբ հակասանի տարական վիճակ է։ Կեղտաջրերը ամբողջ դպրոցի բակով են տարածվում մինչև Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, հետո հասնում Բաբաջանյան փողոց։ Երեխաներն ամեն օր են շնչում այդ գարշահոտը, այլ տարբերակ չունեն, քանի որ անցուդարձ են անում։ Սենց գնում է հասնում որտե։ Կեղտաջրերը դուրս են գալի դպրոցի ամբողջ տարածքում, տեսնում եք ինչ վիճակ է։ Ու երեխեքը այս վիճակով գնում են դասի։ Երեխեքը այս հոտին ոնց է կուտում։ Գնա հերու կեր, հոտը լավ չի։ Հատկապես առավոտյան եւ երեկոյան է կեղտաջրերի հոսքն ուժեղանում, հոտը նույնպես։ Ծնողները շեշտում են այն հանգամանքը, որ այդ բարձի թողի վիճակը ուսումնական հաստատության բակում է, որտեղ հարյուրավոր երեխաներ են սովորում։
Մարդը պետք է աճպարար լինի, բայց ես որ թռնի, Այ հոտը սպոնը։ Ամենատարբեր կառույցներին են դիմել, բայց գործնական քայլեր այդպես էլ չկան, իսկ այս հարցը ծնողների շտապ լուծման կարիք ունի։ Մարդիկ նշում են, որ մերել են քաղաքապետարանի թեժգից, Վիոլա ջուր, Մալացիայի քաղաքապետարան զանգելով, բայց ոչ մի դրական պատասխան։ Միայն ասում են, խնդրին տեղյակ ենք, դա Վիոլա ջուրն ասում, իսկ քաղաքապետարանն ասում է դա մեր գործը չի, քաղաքապետարանն ասում է Վիոլայի գործն է մի խոսքով, նույն հանրահայտ բառերը։ Իսկ թիվ 39 մանկապարտեզի տարածքում տիրող հակասանիտարական վիճակը վերացվել է։ Շամշյանքոմն ու այսօր լրատվականն էին բարձրաձայնել այդ խնդրի մասին։ Ըստ իրենց տեղեկությունների այս հատվածում է, որ խցանում է առաջացել։ ՀՑԿՀ նախագահի Երևանի քաղաքապետի ու Աչափնյակի թաղապետի միջամտության արդյունքում է լուծվել։ Վեոլիա ջուր ընկերության հատուկ մասնագետները մաքրել են դիտահորերն ու կոյուղատարերը։